մայրաթորի դեմ այդ բերետավորներն ու դիմակավորները, որ գրոհում էին սելջուկների պես, նույն պահին Երևանում մոտ 40% հոսանքը գնա։ Ոչ թե գնաց պատահաբար, վթար էր, այլ ուղղակի կառավարության, պետության հսկողության տակ եղած բարձրավոր էլեկտրացանցերը ռուբիլնիկը քաշեց, որ բոլորը ջղայնանակ, ու ասեք, ադե ճիշտ են անում, հեծը խլում են, բայց նաև դիմում են պատգամավորներին։ Տեսեք, նախագիծը քաղաքացիական պայմանագրինն է, կառավարությունը բազմաթիվ կետերով վերապահումներ է դրել, որը ես համոզված եմ 3 ժամվա մեջ չի լրամշակվելու, արդյունքում մնալու է փաստաթուղթ որպես այս վերապահումները ու վաղը մյուս օրը երբ չլնեք իշխանություն կամ շարունակեք մնալ իշխանություն, երբ սեփականատերերը դատի տան դատ շահեն, կառավարությունն ասելու է ախպեր, ես ես զգուշացնում եի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է քաղաքական մեծամասնության վրա։